ռուսական երկաթուղիները իրենք շատ լուրջ խնդիրների տակ են, այնտեղ մի քանի միլիարդների ռուբլիների հասնող պարտքեր ունեն, ամսի 1-ից իրանք վարձավճարն են ավելացնում Ռուսաստանում, իրենց պետական գույքն են վաճառում Ռուսաստանում, որպեսզի կարողանան պարտքի տակից դուրս գալ, եւ իրենց քույր կազմակերպությունը, իրենց դուստր կազմակերպությունը Հարավկովկասյան երկաթուղին չի կարող նորմալ վիճակում լինի, նամանավանդ որ նա գտնվում է սանկցիաների տակ։ Իսկ եթե մենք նոր երկաթգիծ ենք կառուցում կամ վերանորոգում ենք, ապա այն պետք է լինի բարձր մակարդակի, բարձր որակի, որովհետև բազմամիլիարդանոց ներդրումներ են տեղի ունենում, թե թրիպի շրջանակում, թե ընդհանրապես, եւ դա նշանակում է, որ պետք է բարձր կարգի, բարձր որակի երկաթգիծ ունենանք։ Ոչ միայն երկաթգիծ ունենանք, այդ գնացքները պետք է լինեն նորմալ կահավորված, նորմալ որակի, տեսեք մենք երբ կոնցեսիոն համաձայնագրով տրվեց 2008 թվականի փետրվարին հանձնվեց դա Ռուսաստանին, մեծ գումարների ներդրման մասին պայմանավորություն կար ըստ պայմանագրի հայ-ռուսական, դրանք տեղի չունեցան